Ինչ ասեցիր։ Ասեցի, եթե պետք լինի ընտանիքիցս էլ կհրաժարվեմ։ Հատկապես քեզնից։ Ում համար։ Այդ Լեոյի։ Հա Լեոյի։ Իմ ու Լեոյի համար։ Ես սիրում եմ Լեոյին։ Սիրում եմ անվերապահորել։ Առանց բայցերի ու եթեների։ Եթե այդքանից հետո ուզում ես մեզ բաժանես, փորձի։ Փորձի տեսնենք ինչ կստացվի։ Ես էլ չեմ պատրաստում ես անմարդկային վերաբերմունքը հանդուրժեմ։ Դու թույլ չես տալիս ապրեմ ու տանջում ես։ Եթե կյանք ես տվել, պապետ, քեզ իրավունք չի տալիս այդ կյանքը աղավաղել։ Վերջացրիր։ Չէ։ Մի խոսա իմ հետ։ Ոչ մի բան մի ասա, որովհետև չեմ ուզում լսեմ։ Պարտավոր ես լսես։ Յուրաքանչյուր պահի ու յուրաքանչյուր վայրկյան պարտավոր ես լսես ու անես այնպես, ոնց ես եմ ասում։ Ու յուրաքանչյուր մեկը ես ընտանիքում։ Մի անգամ էլ եմ ասում։ Պարտավոր ես։ Էլ չէ։ Ես պարտավոր եմ քեզ սիրել ու հարգել։ Ես պարտավոր եմ քեզ պատվել։ Բայց պարտավոր չեմ ամեն անգամ լսել, թե ինչքան վատ բաներ ես ասում այն մարդու մասին, ում կյանքիցս շատ եմ սիրում, պապ։ Պարտավոր չեմ ու թույլ չեմ տա։ Դե հասկացանք Լեա ջան, ինչքան ձեն չանենք, այդքան ոգևորվելու ես։ Գրիշ։ Պապ ջան, մի րոպե էլի։ Լեա ամեն ինչին չափ ու սահման կա, ինչ ձև ես խոսում։ Ես ես բոլորի ժամանակ եմ տալիս։ Կամ համակերպվում եք իմ ընտրության հետ, կամ ինձ զգուշացրեք, որ չքվեմ բոլորիդ կյանքից։ Ուրիշ տարբերակ չկա։ Չեմ մնալու ու չեմ տանջվելու։ Սիրելով չեմ բաժանվելու։ Դուք իմ հետ ազնիվ չեք։ Ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ դրա պատճառը։ Այս պատմության մեջ ինչ-որ մութ անկյուն կա, որի մասին ոչ ոք չի խոսում։ Ձեր բոլորի ներսում ինչ-որ բան կա, որ ստիպում է ինձ հետ սենց վարվել։ Բայց ոչինչ։ Մի օր այդ մութ անկյունն էլ է լուսավորվելու։ Բայց երդվում եմ։ Եթե հանկարծ պարզվի, որ այս ամեն ինչը արվել է ուղղակի նրա համար, որ դուք եք ուզում, ուղղակի ինձ դժբախտացնելու համար, ամենամեղմ բանը, որ անելու եմ, այդ ձեզ ատելն է։ Տես ես շատ եմ, Լեա։ Այդ իմ մոտ մեղմ չի լինում։ Ոչինչ, պապ ջան։ Մի կերպ կդիմանամ։ Ինչքան էլ դու ինձ ատես, Լեոյի սերը դրանից չի պակասելու։ Իսկ ինձ հենց այդ սերն է պետք ապրելու համար։ Քեզ եմ սպասում, ավո խոսա։ Ցավը տանեմ, ես հո տրանսպորտ չեմ, որ ինձ եք սպասում։ Ասա տենամ, ինչ ես ում լսես, Լեո ջան։ Այն ինչ այսքան ժամանակ չենք իմացել։ Կորել էիր, հազիվ հայտնվեցիր։ Լեո, ես արդեն խոսացել եմ իր հետ։ Չէ, Դավո ջան, տենց չի լինի։ Նորից պիտի պատմի։ Պիտի պատմի, թե ինչ ա եղել պապային ու ուրա մարկը։ Այ ձեր ցավը տանեմ։ Փաստորեն ով կորում է, մեղավորը ավոն է, հա։ Ես էլ չկայի, հենա նստած է, չեր ուզում դեմքս տենար, դրա համար ես էլ էի կորած։ Պապին ինչ արել է, լավ է արել, դու ավելի լավ ես սկսի։ Հա, ցավը տանեմ, Լեո ջան, աղբոր բալը, որ մի հատ հանգստանաս, նստես, կսկսեմ, կպատմեմ, սաղ կիմանաս, բայց այդ տոնով ու այդ ձևով իմ հետ մի խոսա չի կարել։ Ավո, ես ոնց ճիշտ գտնեմ, քո հետ ատենց էլ կխոսամ։ Ավո, վերկաց գնա տնիցս, հիմա էլ երեխեքի կյանքը մի կեր։ Չէ, պապի, պիտի մնա ու պատմի։ Հետ ինչ պետի պատմի, որ դու չգիտես, թե քեզ համար պարզ չի, հա տաճան։ Ինչ չգիտեմ, հորս մահվան մասին չգիտեմ։ Չգիտեմ ուրա աղբերս։ Հենա,
խելացի տղա։ Մեծ աղբերդ նստած է, Դավոյի սասակը պատմի։ Գնա ասում եմ։ Արա դե չես տենում պապին, լավ չի գնա։ Չէ Դավո, պիտի մնա ու խոսա։ Ոչ մի բանը չի խոսալու։ Դու չես որոշում։ Ես եմ որոշում։ Դավո, ներվայնացած եմ քեզ սենց մի պահի։ Ներվայնանում ես գլուխդ պատին տուր։ Հեսա քո գլուխը պատին կտամ։ Արա ուշքի արիլը։ Դու իմացի, որ մեր բոլորի մանկությունը գողացել ես։ Կյանքներս քանդել ես ու չենք կարում հավաքենք։ Էլի ես, էլի ավոն, էլի իմ պատճառով, հերիք չի չեք հանգստանում։ Հա քո։ Ցավը տանեմ, ես ինչ եմ արել, որ մի հատ էլ քանդվի։ Տո չկորեիր ու իմանայիր։ Դավո երեխու մատը որ փուշ մտնի, կքանդեմ տունն ու տեղը, որ մեկը հանկարծ թարս նայի, կմորթեմ։ Քեզ լուրջ հետաքրքիր չի եղել հա մենք ոնց ենք, ինչ ենք, սաղ ենք թե մեռած ենք։ Ահա թող գնա այստեղից։ Ես են ինչ-որ կա, հեն աղբորդ պատմել եմ, էլ ավելացնելու բան չունեմ։ Ես ինչ եք, ես ինչ ընտանիք հա, դուք երկու բառ իրար հետ խոսալ չեք կարում իրար լսեք ու իրար հասկանաք, իմ հետ պտի խոսակ, հա, ինձ եք մեղադրում, ուրեմն լսեք ջահել տղերք եք հենա, նստած ամենաառաջին մեղավորը ինքն է, իրան էլ նստած մթան թե վատ է ազգում, այնքան է թույնը շախ տվել վրես, որ հոգին չի հանգստանում, մեղքի խայտը չի հանգստանում, մեղավորը դու ես։ Մեղքի բաժինն իմն է, այ շուն։ Տո հա։ Պատճառով, Հա, հետ քո։ Պապի։ Խփի հազարակապ խփի, խփել ես սաղ կյանքդ խփել ես, հոգ հուսել ես խփել, ես եմ իրաց մոռացել, թե դու ես ստիպել, որ ես իրաց մոռանամ, դու ես ինձ ստիպել, որ ես հեռու գնամ քեզանից, ընտանիքից, իրացից։ չքվիր ասում եմ։ Տղերք, տեսեք, նայեք, այն ժամանակ էլ ա տենց արել, Ռաֆիս վախտել ա տենց արել, այն ժամանակ էլ ա տենց արել, ասել ա գնա, չքվում եմ, գնում եմ, ինքն է ինձ թողել, որ ես հեռու գնամ։ Պապի, Երեխեք, խնդրում եմ ձեզ, սրանից հեռու մնացեք։ Պապի, Երեխեք ջան, խնդրում եմ ձեզ, չլինեմ չիմանամ սրա հետ հանդիպում փնտրեք։ Լսեցիր Դավո։ Հա, պապ ջան։ Լեո, լսեցիր։ Դու մենակ հիմա հանգստացի, եղավ պապ։ Դավարի վերև երկու բառ խոսանք։ Լեո, այս տան մեջ դրա թեմայով այլևս ոչինչ չխոսեք, վերջ։ Պապ ջան, դու հանգստացի, խնդրում եմ քեզ։ Պապի լավ մենտ, գնամ մոտը խոսամ հետո։ Նա հիմա ոչինչ լսելու ունակ չի, իսկ դուք երկուսդ գազան դարձած իրար եք հորշոտում դրա ներկայությամբ։ Բա ինչ անեմ, պապի, թողեմ քեզ ինֆարկտի հասցնի, հասկացան կատաղացա։ Ասում եմ, վերջ, էլ խոսելու բան չկա, ես կխոսեմ իրա հետ, հասկացանք իրար, վերջ։ Պապի Լեոին գողացել է, ինչ իմանամ ինչ ա եղել։ Դավո, զանգինարին տեստուն ասավ, թե չէ, գնա մոտը։ Չէ, քեզ չեմ թողելու գնամ։ Դավո գնա նարեի մոտ, ես Լեոյի հետ կխոսեմ,
Հավոն հասնելու է այն բանին, որ դուք կռվեք իրար հետ։ Ավելի պապի։ Գնա ասում եմ, գնա Նարեի մոտ։ Գրիշ, խնդրում եմ դուրս արի։ Իմ հետ ոչ մի թեմայով մի խոսա, խնդրում եմ։ Ոչ ոքի մի փորձի արդարացնես։ Մի փաթաթի քո ճշմարտությունը իմ վզին, խնդրում եմ դուրս արի։ Լեա ջան, մի րոպե սուս կմնաս։ Էլի մտածում ես տենց արագ-արագ խոսալով կրելու ես համբերի բան եմ ասում։ Այ քուրջան, ես ինչ ես անում դու։ Դու հասկանում ես, որ քայլ առ քայլ մոտիկ անում ես քո կործանմանը։ Ով դա առավետ չկայացած լակոտը, որ դու դրա պատճառով պետք է ընտանիքին դեմ դուրս գաս։ Ինչ է արենի քո համար ընդհանրապես մեծ կարաս բացատրես հասկանամ։ Ոչ չկայացածը, ոչ էլ լակոտա, Գրիշ։ Սիրում եմ Լեոին, Գրիշ։ Ու չես պատկերացնի ինչքան շատ եմ սիրում։ Խնդրում եմ հասկացի ինձ։ Դու ինձ ունես, ես քեզ։ Վերջ հասկանում ես։ Ախր ոնց կարաս այդքանը գիտակցելով տրորես զգացմունքներս ու թքած ունենաս զգացածից վրա։ Սիրում եմ։ Եթե հիմա ես ամենադժվար պահին դու իմ կողքին չես, ուրեմն իրար երես նայելու էլ ոչ մի պատճառ չի մնում։ Եթե ես քեզ ունեմ, դու ինձ, ու եթե մենք չենք կարողանում իրար նայել, Գրիշ, էլ ինչ ընտանիք տեղ։ Ինչի ես զարմանում, որ ասում եմ ընտանիքիցս կհրաժարվեմ։ Ես ու դու նույն տանն ենք մեծացել, նույն արյունն ունենք, նույն ծնողներն ունենք, բայց դու ինձ անդադար տրորում ես։ Էլ ինչ հարազատության մասին է խոսքը, Գրիշ։ Ախպերս ես, Գրիշ։ Խնդրում եմ գոնե մի վնասի, մի տրորի ինձ։ Ավելի ոչ մի բան չեմ ուզում, խնդրեմ։ Ոնց խիղճդ կտանի։ Չնայած շատ կերազեի, որ թիկունքիս լինեիր, որ թույլ չտայր ինչ-որ մեկը ինձ նեղացներ։ Դրսում ենքան սիրուն եք խոսում այդ թեմայից։ Ասում եք ես թույլ չեմ տա ոչ ոք քրոջս նեղացնի։ Բայց հիմա քույրդ այնքան հիասթափված ու վիրավորված ա, Գրիշ, որ չգիտեմ ինչ անեմ։ Ես չէի պատկերացնում, որ դու Լեոին այսքան շատ ես սիրում։ Իսկ ես չէի պատկերացնում, որ դու այդքան չես սիրում։ Ես Գրիշից եմ սերմորում, Լեոն քեզնից։ Լավ ես ինչ մարդիկ եք դուք, որ սիրելուց գաղափար չունեք։ Ախր այդ մարդու հետ ծնվում է, այդ սովորացնելով չի։ Սխալվում ես։ Ունենք։ Մեկը քեզ ոչինչ դաս չի լինում։ Գնալով ավելի վատն ես դառնում ու քեզ քայքայում։ Այդ դուք եք ինձ քայքայում։ Ինձ միայն մի բան ասա։
Այս ամեն ինչի վերջը ոնց ես պատկերացնում։ Ոնց ես եմ ուզում։ Ոնց ես ուզում։ Ամեն մեկին մի անկյունում դժբախտացած տեսնես, քեզ էլ կուրք սարքած, հա։ Հա, Ցավում եմ քո համար։ Ինա, գալու է մի ժամանակ, որ բոլորդ գալու եք ընկնեք իմ ոտքերը ու ներողություն խնդրեք։ Ասելու եք ժամանակին այդ մարդը ճիշտ էր ասում, ինչի չլսեցինք։ Իդեպ այդ ժամանակը շատ մոտ է։ Ու այսքան հարցեր տալու փոխարեն հիմա լավ կանես գնաս պատրաստվես։ Այն ժամանակ, երբ որ ես էի ձեզ պաշտում, ձեր համար միևնույն էր։ Հիմա հակառակն եմ անում, հեգնանքի եմ արժանանում։ Այն զզվելի է այս կյանքը։ Ուզում եմ խոսանք Լեայի բաղով։ Ինչ պիտի խոսենք։ Ամեն ինչ պարզ է։ Դե պապ ջան, պետք է հասկանանք այդ մարդու ճակատագիրն ինչ պետք է լինի, հո չի կարա ասեն շարունակվի երկար։ Այս աստվածային ժողով եք, հա, անում մարդկանց ճակատագրեր եք որոշում։ Իմ ասած ընդհանրեն այն է, մամ ջան, որ ես չեմ ուզում Լեային այս վիճակում տեսնեմ։ Վաղը հարսանիք հեսա, բայց օր ու գիշեր մենակ լացու կոց ենք տենում։ Հա հասկանալի է ձեր համար լրիվ մեկ է իմ հարսանիքը, բայց գոնե այս ընտանեկան վիճակը չպետք է լինի։ Իմ ասելիքը ընդհանրեն այդ է, պապ ջան։ Դու էլ հիմա պետք է գնաս հարսանիքիդ մասին մտածես։ Անցար։ Լեայի հետ ինչ պետք է լինի, պապ։ Այն ինչն իր համար լավագույնն է։ Իսկ ով է ընտրում այդ լավագույնը։ Ես։ Պապ մտածում եմ, եթե համաձայն եք, որ ես մանան հետ ամուսնանամ, կարող է։ Դուրս եկար սենյակից արագ։ Լեո, Ջան, ոնց ես։ դու քեզնից ասա։ Ուր ես, ինչ են արել դրանք։ Ես տանն եմ, իմ հետ ամեն ինչ լավ է։ Դու լավ ես։ Հա, քեզ չեն վնասել։ Չէ, Լե, ասում եմ ամեն ինչ նորմալ է իմ հետ։ Բայց հետդ կարևոր բան ունեմ խոսալու։ Ասա, ինչ ա եղել։ Սենց հեռախոսով ասելու չի։ Մեքենայի մեջ էլ չուզեցի ասեմ, որովհետև առանց էդ էլ շատ լարված էիր։ Ինչ ա եղել, Լեո։ Լեա, կհանդիպենք, կասեմ, լավ, դու կարևորը հանգիստ եղի։ Ախր ո՞նց հանգիստ լինեմ։ Լեա, ասում եմ ամեն ինչ նորմալ է։ Մի մտածի ոչ մի բանի մասին։ Լսում ես ինձ։ Հա։ Դե կապի մեջ կլինենք։ Դեմքդ այսքան ժամանակ շատ աղոտ է հիշում։ Շատ աղոտ։ Բայց հիմա այլ երբեք չեմ մոռանա։ Դե հա, ինչի պիտի հիշեք, որ այսօր ավոյնով է հիշում։ Հերս անաշի գլուխներդ լավացել, որ ինձ հիշեք։ Հոգիները թունավորել ինձանով, որ ինձ հիշեք։ Հերու, ավոյից հերու, այ քեզ բան։ Հավը, դառը ճակատագիր աղբեր։
Լեոյին պետք է ասեմ, այդ մահակունցների ընտանիքից հեռու մնա։ Դրանք լրիվ ոգեկան հիվանդ են։ Դավ Բալեան։ Դե ինչ ասեմ, նա մի քիչ տարօրինակ է ասածս լինելու, բայց իմ համար իմ աղբոր կյանքն ու առողջությունը ավելի կարևոր է։ Բայց ախր սիրում են իրար, չէ։ Արա դու խելացի աղջիկ ես։ Չես հասկացել, որ այս կյանքում մենակ սիրելով չի։ Օրինակ դու իրանց համար ինչ-որ ապագա տեսնում ես այս իրավիճակում։ Չես խոսում, որովհետև ոչ մի բան չկա։ Չես կարող ասես ինչ-որ բան։ Ուղղակի ուզում եմ, որ երկուսն էլ երջանիկ լինեն։ Քանի անգամ ասել, որ ես բոլորից էլ շատ եմ ուզում այդ ամեն ինչը, բայց չի լինում, չէ՞։ Այն է։ Ախր մենակ Լեոյի թեման չի է։ Հիմա գլխից վրա այնքան բան է լցվել։ Դե պատմի, կարող է ինչ-որ բանով կարողանամ օգնեմ։ Այն մեր կորած հոպարն է հայտնվել։ Հոպարը։ Նա պապայիս մահանալուց հետո ինքը անհետացավ մեր կյանքից։ Իսկ հիմա հայտնվել է։ Ու ոնց կարող հայտնվել առանց անակնկալների։ Պարզվում է հունանի փեսանա։ Մի րոպե, խառնվեցի իրար։ Լեայի հորքուրի մարդը հոպարս է։ Դավ դու որ հիվանդանոցում էիր, ինքը եկել էր։ Պապի հետ ինչ-որ բան խոսեցին, հետո իրան հրեց դեպի վերելակը, ինքն էլ հուզված գնաց։ Հա, պապին գիտեր։ Ուղղակի մեզ չէր ասում։ Բայց ինչի։ Կներես։ Ալո։ Դավիթ ջան, բարև։ Բարև ձեզ։ Հրի նոր տերն է, մենք խոսացել ենք իրար հետ։ Չայանց այնքան ժամանակ է անցել էլի շնոր։ Հա, հիշեցի։ Ինձ կներեք էլի, ես չկարացա գամ, որովհետև հազարու մի դեպք էր եղել, չստացվեց այդ ժամանակ։ Աշխատողները նոր են ինձ ասել, չգիտեի, մտածում էի ուղղակի չէր ուզում գաս աշխատանքի։ Հիմա ոնց ես, վիճակդ ոնց է։ Հիմա ամեն ինչ լավ, արդեն կարգավորվել է։ Դե փառք Աստծո Դավիթ ջան, ուզում եմ ասել, որ ոչ մեկը ես դեռ չեմ ընդունել։ Այդ տեղը դեռ թափուր է։ Եթե ցանկություն ունենաս, կարող ես գալ խոսենք։ Հա, իհարկե, անպայման կգամ։ Այս անգամ հաստատ կգամ։ Դե վաղը կսպասեմ, որ ժամին ուզում ես արի, ես տեղ եմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Լավ մնա։ Հաջողություն։ Հետո վեր դավ։ Գործի հետ կապված։ Բայց քեզ աշխատել կարելի է։ Նարե հով, միջև տարվա վերջն չեմ նստելու գլուխս բռնած։ Բայց կարող է ամեն դեպքում մի հատ ստուգ վեժնոր։ Հա, կանեմ։ Ցավն այնա, որ չես անի, դավ։ Լավ, նարե, գնացինք։ Ոնց ես, պապի։ Ցավը տանեմ, պապի։ Էլ չտեսնեմ աղբորդ հետ վիճես։ Պապի, ասենք ուզում եմ Ավոյի հետ կապված մի երկու բառ խոսամ, բերանիս է գալիս։ Ասեցի, էլ չտեսնեմ վիճես աղբորդ հետ։ Վերջ։ Պապի, դե լավ էլի։ Չգիտես 2 րոպե հետո հաշտվելու ենք։ Հեսա գալու է ծակ գլուխը պաչեմ, ամեն ինչ ընկնի տեղը։ Ուղղակի ուզում էի հասկանալ, թե այդ Ավոյի հետ ինչ է խոսացել։ Տավոն կգա, կնստենք իրար հետ, կխոսենք, կհասկանանք ինչ է եղել։ Դու են ասա, ինչ էր պատահել։ Հունանի լակոտներն էին գողացել։ Դրանք լրիվ մանկամիտ են։ Ավոնել եկա փրկեց, չէ։ Հա։ Լավա քոնը հետ մի բան նարել է։ Դե լավ, հա։ Արելա, որ հետո երեսով տա։ Լավ։ Կարևորը հիմա տանն ես։ Վերջ, հանգստացի, ուշքի արի, Տավոն կգա, հանգիստ կնստենք, կխոսենք, հասկանանք ինչ ենք անելու։ Ամեն ինչ արդեն վերջին է մոտենում։ Դու պետք է շատ լուրջ որոշում կայացնես ապագայիդ հետ կապված։ Այսպես շարունակվել չի կարող։
Ուր ես տավ։ Հիստերիա տանցավ։ Ադե ու հիմա ասել է, яра։ Տեղը տասա գամ ինչքան ուզում ես, ասա, խնդիր չունես դու։ Ոնց ես։ Ոտ։ Ինչ ես մտածում։ Մտածում եմ այս տնից գնալու, ոչ ոքի երեսը չտեսնելու մասին։ Իրար հետ գնացինք ուրիշ տեղ էլ ապրենք, էլի չպրծանք։ Ես հիմա քեզ մի բան կասեմ, բայց խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաս։ Ինչ է եղել։ Մեղք ա Լեոն։ Այս պատմության մեջ ինքը ուղղակի զոհ ա դառնալու։ Հայրդ ամեն ինչ անելու ա, որ դուք միասին չլինեք, այդ պարզից էլ պարզը։ Ես դրա պատճառը չեմ հասկանում, մամ։ Խնդրում եմ ինձ մի ընդհատի ու լսի։ Չէ, խնդրում եմ, արի իրար հետ հասկանանք, որն է պատճառը։ Ուղղակի հեռու մնա Լեոից։ Ու փրկի քո կյանքը իրենն էլ հետը։ Մեղք եք։ Երկուստ էլ կործանվելու եք ու ոչինչի չհասնեք։ Ինչ ես խոսում, մամ։ Ասում եմ, այն ինչ զգում եմ։ Չեմ ուզում տեսնել ոնց ես տանջվում ու կործանվում։ Հա, ինձ համար դու կարևոր ես։ Դրա համար խնդրում եմ, որ ինձ լսես։ Չէ, չեմ ուզում լսեմ, մամ։ Էլ այս թեմայով ոչ մի բան մի ասա։ Լեա, Փակ է այս թեման։ Հա, Դավութ ջան։ Այն ինչ պիտի անեմ։ Գործ եմ անում, զբաղվում եմ, էլի մի քիչ ցրվում եմ։ Դու քո գործերին նայ։ Հա, լավ եմ, լավ, ամեն ինչ լավ։ Բալուս, պապի։ Շրջվիր ու դուրս գնա տնիցս։ Հերու տղա ջրի ճամփա եք սարքել։ Պապի ջան, ճիշտ ասած ոչ հետդ ինչ-որ մի բան խոսալու տրամադրություն ունեմ, ոչ առավել ևս կրվելու։ Էս ձեր հրավիրատոմսն է, վաղնի թորանը հարսանիքն է։ Դուք էլ հրավիրված եք։ Ուզում եմ իմանաս, որ ես մանանի համար ամեն ինչ անում եմ, որ ինքը լինի ուրախ ու երջանիկ։ Որոշումը ձերն է, ուզում եք եկեք, չէ։ Ես իմ կողմից քայլն արեցի։ Պապին էլ չես տեղից լանչ տանենք։ Լավ։ Ապեր ես հետ խոսալու բան ունեմ։ Չգիտեմ ոնց կհասկանաս ասածս, բայց պետք է ասեմ։ Արի սկզբից Ավոյի մասին խոսանք կլինի։ Չէ։ Սկզբից քո մասին ենք խոսելու։ Ինչ։ Լեո, դու գիտես ես ինչքան եմ ուզում, որ դու երջանիկ լինես։ Ինչքան եմ պայքարել այդ երջանիկ լինելուդ համար։ Բայց հիմա հասկացել եմ, որ այդ պայքարը անիմաստ է։ Ապա ես չեմ ուզում տենամ, թե դու ոնց ես տանջվում։
Ոնց ես ամեն օր ստրեսի մեջ գլուխդ պատեպատ տալիս ու լուծում չես գտնում։ Ես գիտեմ, այդ հունանը ձեզ հանգիստ չի թողելու։ Ընտանիքիդ մեջ խաղաղություն չի լինելու։ Այդ հունանը ամեն ինչ անելու է, որ դու երջանիկ չլինես Լեայի հետ։ Ես հասկանում եմ, դու սիրում ես այդ աղջկան։ Ուտենում եմ, որ այդ աղջիկը շատ լավ աղջիկ է։ Բայց ձեր համատեղ կյանքը դժոխք է դառնալու, եթե մնաք իրար հետ։ Ու այդ դժոխքը հենց հունանն է սարքելու ձեր կյանքը։ Դավ, ես այդ աղջկանից մի մետր անգամ չեմ ուզում հեռու լինեմ։ Ինքը իմն է ու ես իրան շատ եմ սիրում։ Մենքան շատ, որ մեկ-մեկ վախենում եմ։ Լեո, հասկանում եմ, բայց այս ամեն ինչը չափից դուրս է։ Դե համ էլ հասկացի, որ ես Լեային չեմ թողնելու։ Եթե պիտի կործանվեմ, ուրեմն թող տենց էլ լինի։ Թքած այդ ամեն ինչի վրա։ Լեո, ցավը տանեմ, ես քո համար եմ ասում։ Գիտեմ, Դավ։ Գիտեմ, որ իմ համար ես ասում։ Բայց ես սիրում եմ այդ աղջկան ու իր հետ եմ լինելու։ Նենց որ էլ մի ասա։ Իսկ հիմա հացկեր դուրս գանք, որովհետև լիքը բան ունես ինձ պատմելու։ Ասես թե Ավոն ինչ է քեզ ասել։ Ման բայց ճոգում ես, պսակվում եք էլի։ Դեռ չեմ պատկերացնում ճիշտն ասած։ Եթե ճիշտը ասենք, ես չեմ պատկերացնում։ Գրիշ, չենք շտապում, չէ։ Կյանքս ինչ շտապել։ Իհարկե չենք շտապում։ Հələ մի բան էլ ուշացնում ենք։ Լավ, լուրջ։ Շատ լուրջ։ Խքարա։ Ընդհանրապես չենք շտապում, բայց ես իշտում եմ ներքև։ Ըստ դեմքիդ մաքրման աշխատանքներն էլ արագացրա վերջացրա։ Երեսիցդ պիվի հոտ է գալի արդեն։ Անտակտ։ Դու ես անտակտը։ Նորեն ես այս փոփերը։ Հա, Dreamsfit-ից եմ պատվիրել։ Միջով այդ չէի տեսել, գիտես, չէ՞, ու մեջը տարբեր համեր կան։ Ասա, որ շատ համեղ է։ Դիսի շատ։ Ինձ այս լարմոպայուսակներն էլ են շատ դուր գալիս։ Լեանա, Չէ, լսի սիրտս անհանգիստ է։ Կարող եմ մի հատ էլ զանգես։ լույսի գիտես արդեն ես էլ եմ սկսում անհանգստանալ։ Դե եթե զբաղված լիներ, կասեր ուշ կզանգեմ։ Լավ, սպասի։ Հանոր, Լեա, ինչ կա, ես ու Հելենը մեռանք քեզ զանգելով։ դե ինչպես միշտ տանը խառը վիճակ էր, ես էլ լավ չի զգում, ասեցի մի քիչ քնեմ։ Նար մի հատ բարձրախոսը կմիացնես։ Լսի, ես չեմ որոշել վաղը ինչ եմ հագնելու, բայց գոնե պայմանավորվեցի մեյքափի համար առավոտյան 6-ին։ Իսկ ես ոչ որոշել եմ, ոչ էլ պայմանավորվել։ Այդքան վատա վիճակը։ Հիմա շատ, մնացածինը չգիտեմ։ Լեա, լի քեզ մի հատ բան հարցնեմ, էլի։ Ինչ։ Լիսի, դու գիտեիր, որ Ավոն Լեոյի հոպարն է։ Ինչ Ավո։ Հորաքրոջը տամուսին է։ Նորա ինչ ես խոսում։ Նար ոնց կարար տենց բան լիներ ու Լեան չիմանար։ Լիսի, դե ես էլ եմ դրանից զարմացած։ Ինձ այսօր Դավիթը ասեց։ Կարող ես սխալ ես հասկացել։ Չէ, ասեց Հունանի քրոջ ամուսինը հոպարը սա։ Ավոյի ազգանունն էլ է, չէ Սարգսյան։